լուրերով նայում եմ, որ այս տարի ընդունելության քննություններին անբավարար ստացած դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ էականորեն ավելի մեծ է, սա ահազանգ է, մենք պետք է հասկանանք, ըստ ամենայնի մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև շատ ենք կոմպրոմիսների գնում, անընդհատ գնում ենք կոմպրոմիսների, եւ արդյունքում ով է դրանից տուժում, տուժում են երեխաները, որովհետև եթե լավ պետք է առերեսվենք, հա, ասենք ատեստավորման գործընթաց է, լավ 1, 2, 3, 4, 5, 6, 7, ասենք ինչքան կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է վերջ, ասենք վերջ, էլ պետք է չաշխատի դպրոցում, որովհետև այդ իր աշակերտն է, որ գնում է չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում է գերազանց ստանա, գոնե բավարար ստանա։ Սրանք խնդիրներ են, էլի եմ ասում, շատ են կոմպրոմիսի գնում, անընդհատ հենց ինչ որ բաներ անում։ Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ, հատու, վճռական ձևով պետք է իրականացնել։ Եվ որևէ կասկածի տեղ չկա, որովհետև որևէ կասկած չկա, որ մենք դա անում ենք երեխաների շահերից ելնելով, եւ իհարկե տեխնիկական դետալներն էլ պետք է հնարավորինս արագ կազմակերպենք։